Բարև ձեզ, հայկական ընտրություն քննարկումների հարթակի եթերում մենք շարունակում ենք քննարկել նախընտրություն ծրագիրը Արմեն Աղայանի հետ, բարև ձեզ պարոն Աղայան։ Այսօր ուզում եմ խոսենք առաջիկա ընտրությունների հետ կապված, 26 թվականի ընտրությունների հետ կապված, ինչ գործընթացներ են հիմա տեղի ունենում ընդհանրապես այլ գործընթացների մասով, եթե տեղյակ եք, հետո մասնավորեցնենք արդեն ինչ ընթացքում է նախընտրության կազմակերպական պրոցեսը։ Ինչ որ մի պահից սկսած բազմաթիվ կուսակցություններ, բազմաթիվ վարչապետի տեխնացու ներկայացող կամ այդպիսի տեխնացու առաջադրելու պատրաստություն ունեցող շրջանակներ սկսեցին խոսել կոնսուլտացիաների միմյանց հետ բանակցությունների մասին եւ կարծես թե դաշինքների ձևավորման այսպիսի մի գործընթաց է սկսվել համենայն դեպս մեծ ու փոքր տարբեր կառույցներ, որոնք կուսակցություն են արդեն կամ որոնք դեռ նոր պետք է գրանցվեն, որ մասնակցեն, այդպես բանակցային գործընթացի մեջ են մտել։ Գիտակցությունը որ միայնակ գնալը Կարծում եմ կա, հիմնականում ինչպես է լինում, երբ որ մի նորաստեղծ քաղաքական միավոր փորձում է հաճախորդային սկզբունքով անդամներ հավաքել, գալիս է մի պահ, որ արդեն բոլոր հնարավոր անդամները հավաքված են եւ գործը այլևս առաջ չի գնում եւ այդ ժամանակ նման կառույցները ոնց որ սկսում են այլ մարդկանց, այլ գործիչների, որոնք չեն ցանկացել անդամակցել, փորձում են ներառել, ասենք, զանազան կլոր սեղաններ կազմակերպելով, զանազան միջոցառումներ, քննարկումներ կազմակերպելով, որպեսզի այդ մարդկանց հետ որոշակի շփում լինի եւ քննարկվի, թե նրանցից ելում կարելի է համագործակցության տարբեր առաջարկներ անել։ Նման կոնսուլտացիաների process-ներ տեղի են ունենում նաև միջկուսակցական հարթության մեջ, որոշ դեպքերում ես հիմա չեմ ուզում կոնկրետ կուսակցությունների անուններ տամ, բայց անգամ ինչ որ համագործակցության հուշագրեր են ստորագրվում եւ այլ տիպի բանակցություններ դաշինք ձևավորելու մասին։ Այստեղ կարևոր է բոլորի համար հասկանալ, որ եթե խնդիր չի դրված այսպես փոքրիկ հաջողությունների, հա, մի կերպ խորհրդարան մտնելու կամ ներկայանալու, որ հայ այսպեսի քաղաքական ուժ կա, այլ իսկապես իշխանապողության խնդիր է դրած, ապա շատ կարևոր է, որ հանրությունը ընկալի այդ մարդկանց որպես գլխավոր ընդդիմադիր ուժ։ Իսկ սա առանց լուրջ դաշինքի բավականաչափ մեծ, բավականաչափ մարդաշատ, բավականաչափ որակյալ ուղղակի անհնար է, այսինքն որպեսզի հանրությունը ընկալի, որ սա հաղթող ուժ է, դա պետք է ուղղակի շոշափելի բաներով երևա, էլի։ Եվ այստեղ արդեն կարևոր եմ համարում, որ մենք նշենք ինչով կարող է օգտակար լինել մեր առաջարկությունը նման դաշինքների ձևավորման համար։ Եվ մենք շրջանառել ենք մի միջկուսակցական պայմանագրի նախագիծ, որով համատեղ հանդես գալու հետաքրքրություն ունեցող կուսակցություններին առաջարկվում է դաշինքի ձևավորման գործը վստահել իրենց ընդհանուր ընտրազանգվածին։ Այսինքն ոչ թե դաշինք ձևավորել բանակցություններով, պայմանավորվածություններով, առևտուր անելով, համեմատելով թե ով ինչքան ռեսուրս ունի, այլ այդ ամբողջը վստահել ընտրողներին եւ կազմակերպել համատեղ այսպես նախնական ընտրություն այդ դաշինքի կազմը ընտրելու համար, որպեսզի քաղաքացիները, ակտիվ քաղաքացիները, որոնք այդ կուսակցությունների համակիներն են, կամ պարզապես քաղաքացի են, որոնք ուզում են այսպես երրորդ ուժ են փնտրում կամ ուզում են ինչ-որ ազգային ընդդիմություն լինի եւ չեն կարողանում կողմնորոշվեն 3-4-5 կուսակցությունների միջև, որոնք հենց այդպեսին ներկայանում են նախընտրական շրջանում, այդ մարդիկ հնարավորություն ունենան նախնական ընտրությամբ ձևավորել դրանց միասնական դաշինքը։ Եվ սա բազմաթիվ խնդիրներ է լուծում, սա հանում է օրինակի համար, թե ով որ տողում պետք է ում անունը որտեղ պետք է գրված լինի, ով պետք է լինի դաշինքի առաջնորդը, չէ՞ որ ամեն մի կուսակցապետ արդեն իսկ ձևավորելով իր շուրջ ինչ-որ մի թիմ, հավակնություն է դրսևորում հենց վարչապետ լինել, վարչապետի տեխնացու լինել, մենք արդեն ունենք մի քանի հայտարարություններ եւ գիտենք, որ էլի մի քանիսը պատրաստվում են
հայտարարել, որ իրենք վարչապետի տեխնացու են, սակայն իրականում մեկ այլընտրանքային տեխնացու է լինելու։ Եթե պետք է լինի այլընտրանքային տեխնացու, այն չի կարող 10 հատ լինել։ Այսինքն հանրությունը մեծ մասին որպես իրական այլընտրանք չի ընկալելու, մեկին է ընկալելու։ Այդ դեպքում այդ մեկը ուրեմն անհրաժեշտ է որ ընտրվի, որովհետև եթե այդ ընտրությունը մարդիկ տեղափոխեն պետական ընտրություններ, ընտրողներին դնելու են շատ անհարմար վիճակում։ Նախ ձայները փոշիացվելու են, ընտրողը սկսելու է մտածել, սա իմ դուրը գալիս է, բայց հավանաբար շանս չունի։ Այն մյուսներից ում ընտրեմ, ստիպված է լինելու չարիքի փոքրագույն ընտրել, եթե ուզում է անցողիկ տարբերակ լինի, բայց ամենակարևորը որ ընտրողի ձայնը ավելի կշիռը փոքրանում է, որովհետև ի սկզբանե հայտնի է որ մի մասը փոշիանալու է, մյուսները այնտեղ շատ համեստ ձևով են ներկայացված լինելու եւ նման բազմաթիվ խնդիրներ։ Շփումները ծրագրի շրջանակներում մի մտավախություն են ինձ շատ ներկայացնում, որ այդ արդյունքում նախընտրության արդյունքում բանավեճերի միջոցով դա ոչ թե կդառնա թիմ, այլ կվիճեն իրար հետ, արդյունքում հատկապես երբ որ մարդը հայտ է ներկայացնում առաջինի համար ու ինքը չի ստանա անհրաժեշտ ձայներ առաջինը լինելու համար, այնտեղ ոչ թե դա կդառնա թիմ, այլ ճիշտ հակառակը կպարակվեն եւ դա թավցվանց է պատկերացնում։ Եթե դա իրոք այդպես է, այսինքն եթե տեխնացուները միմյանց հետ վիճելու են, հենց վիճելու են իմաստով, որ մեկը մյուսին հաղթի, այն մյուսը ցուցակ չմտնի կամ ընդհանուր շատ քիչ ձայն ստանա, իսկ ինքը ոնց որ ցույց տա, որ ավելի ճիշտ է, քան մյուս հակառակորդը։ Մենք պետք է հասկանանք, որ այդ վեճը այսպես թե այնպես կլինի, եթե նախընտրությունը չլինի, այդ վեճը այսպես թե այնպես կլինի պետական ընտրությունների ժամանակ։ Եվ մենք պետք է համեմատենք այս երկու իրավիճակները։ Դուք գնում եք պետական ընտրությունների ժամանակ մի պահ մոռանալով գործող իշխանությանը եւ նրա հանցանքները եւ նրա կեցվածքները ապազգային, այդ ամեն ինչը մոռանալով սկսում եք մտածել, թե այս ընդհանուր զանգվածից, ընտրազանգվածից ոնց ավելի մեծ պատառիկ քաշեք դեպի ձեզ, չթողելով ձեր գաղափարակից մյուս շրջանակներին, հա, կամ մոտավորապես գաղափարակից մյուս շրջանակներին, որոնց հետ դուք դաշինքով չեք մասնակցում։ Դե բայց կա հակառակ տարբերակներ, որ այդ այլ ուժերին չեն կրնում, չեն անդրադառնում, լրելային իր հիմնական թիրախ դարձնում են կոնկրետ մեկ ուժի։ Իրականում այդքան էլ այդպես չի լինում, որովհետև մարդիկ գիտակցում են, որ ասենք իշխանական ձայները արդեն իշխանական ձայներ են, այնտեղից իրենք ձայն չեն բերելու։ Այն նախկինների ձայները էլի կայուն ընտրազանգվածա նրանց են ընտրելու։ Այ ընդհանուր ընտրազանգվածի մեջ ով ավելի շատ կստանա, նա էլ խորհրդարան մտնելու շանս կունենա։ Այս գիտակցությունը իրականում թիմերը ունեն, միշտ են ունեցել եւ դրա համար մեր նախորդ տարիներին պետական ընտրությունները, որոնք կեղծվում էին, հա, ասենք իշխանության հաղթանակը առարկություն չէր ենթադրում, դա բոլորը գիտեին, որ ասենք վերարտադրվելու է իշխանությունը, բայց ընդդիմադիր միավորները նախընտրական պայքարի ժամանակ ավելի շատ ինչ որ բաներ էին անում, որպեսզի հենց իրենք ընկալվեն իրական ընդդիմություն, մյուսները այդպես մեկը կամ կեղծ ընդդիմություններ, իշխանությունների ներդրածներ, իշխանությունների հետ համագործակցող էր, այսպիսի պիտակավորումներ էին գնում, բուն նպատակը, որպեսզի ցույց տան, որ իրական ընդդիմությունը մենք ենք, այն մյուսները սխալ ընդդիմություն են։ Բայց սա միշտ անարդյունավետ է եղել, որովհետև արդյունքում բազմաթիվ ընդդիմադիր խմբակներ, որոնք կարող էին ներկայացված լինել, անցողիկ շեմը չեն անցել եւ փոշիացել են ձայները, այն մեկ կամ երկու ընդդիմադիր կուսակցությունները, որոնք անցնում էին, ունենում էին շատ համեստ ներկայացվածություն, այնինչ եթե դաշինքով լինեին, դա համ իրենց սեփական տեխնացուները ավելի շատ կանցնեին, համ եւս տեխնացուներ կլինեին այն մյուս քաղաքական միավորներից եւ դա կլիներ պատկառելի կշիռ ունեցող ընդդիմություն։ Այսօր սա շատ ավելի էական ները չեն օգտագործում այն գրպանում եղած քվեների քանակը, որը կար վերջին տարիներին ՀՀԿ-ի տրամադրության տակ եւ այդպես միշտ 300,000 ձայն կարծես թե գրպանում ունեն։ Մենք գիտենք, որ ընտրությունների մասնակցությունը էապես պակասեց, հա, 18 թվականից հետո, որովհետեւ այդ մեխանիզմը չէր օգտագործվում, եւ ռեալ իշխանափոխության խնդիր կա, որովհետեւ նաեւ ճգնաժամային իրավիճակ է եւ կա հանրային պահանջ, ոչ իշխանությունները այսօրվա, ոչ նախկին մերժված իշխանությունները մյուսներից են կընտրում։
այդ հանրային պահանջը կա, սա զգում են բոլորը, անգամ այս ակտիվությունը տարբեր փոքր խմբակների պայմանավորված է դրանով, որտեղ մարդիկ զգում են, որ հանրությունը փնտրում է, այսպես ուրիշ ուժեր, ոչ արկա իշխանությանը, ոչ արկա նախկին ընդդիմադիրներին, որոնք իդեպ իրար հետ պայքարելով կարծես թե ուզում են ցույց տան, որ իրենց այլընտրանք չկա, երրորդ այլընտրանք չի կարող, երրորդ ուժ չի կարող լինել, այլընտրանք չի կարող լինել, բայց այդ այլընտրանքը հենց մի անգամից կձևավորվի, եթե պարզվի, որ տեղի է ունեցել նախընտրություն մի շարք ուժերի մասնակցությամբ, նրանց տեխնացուները ինչ որ համամասնությամբ ընտրվել են, առաջադրվել են եւ այդ առաջադրումը արդեն լեգիտիմություն ունի, հա, որտեղ մի քանի հազար մարդ բոլոր մյուսների համար էլ դուռը բաց էր, կարող էին մասնակցել, բայց մասնակցել են այսքանը եւ այս մասնակցած մարդիկ ընտրել են այս ցուցակը, այս դաշինքը նման համամասնությամբ։ Ընդ որում հենց այնպես չեն ընտրել։ Ընտրել են լսելով նրանց ծրագրերը, ընտրել են լսելով բանավեճերը։ Բանավեճ անպայման չի նշանակում մյուսին փնովել։ Բանավեճը մենք բազմաթիվ ճգնաժամի հաղթահարման հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք։ Ինչպես պետք է ձևավորվի ընդդիմությունը, եթե ոչ այդ խնդիրների քննարկումով։ Հա բանավեճ չի շա։ Երևի դրա ավանդույթը չկա դրա։ Դե բոլոր այդ վախերը պայմանավորված են հիմնականում ասելիքի բացակայությամբ։ Եթե մարդը վստահ է իր ասելիքի մեջ, նա ոչ մի բանավեճ չի վախենում։ Եթե մարդը նախկինում ինչ որ վատ բեռ ունի, նախկինից մնացած, որը վախենում է, որ կարող է իրեն մեղադրանք որպես ներկայացնել, նա կարող է հրաժարվել բանավեճից, վախենալով, որ իրեն անպայման կհիշեցնեն, որ ինքը նախկինում ինչ որ սխալ բաներ արել եւ բացատրություն չի կարողանա արդարանալ, ինքը չի կարողանա։ Մենակ այդ տիպի մարդիկ են խուսափում բանավեճից, որտեղ բոլոր նրանք, ովքեր իսկապես ասելիք ունեն, այդ ասելիքը քննարկելու հանրությանը ներկայացնելու կարիք ունեն, նրանք մեծ հաճույքով անգամ այլախոհների հետ բանավիճում են համոզելու համար, նրանցից ինչ-որ մի բան վերցնելու համար, հնարավորություն տալով, որ նրանք իրենցից ինչ-որ մի բան վերցնեն։ Տեսակետների մերձեցումը բանավեճերի ժամանակ է տեղ ունենում։ Բանավեճ այսպես կռիվ չի, հա, Ժիրինովսկու նման մեկը մյուսի վրա ջուր շփել չի։ Եթե մեկը ուզենա ինչ-որ մեկին պախարակել, այլ հնարավորությունները ավելի շատ են։ Իր անունով, առանց անանուն, ինչ ասես կարելի է կոմպրոմատներ հրապարակել, չգիտեմ, մեղադրանքներ ներկայացնել, սոցիալական ցանցերը այդ հնարավորությունը լայնորեն տալիս են։ Բանավեճի ժամանակ, հատկապես եթե դա բովանդակային բանավեճ է, ծրագրային քննարկման մասին է, դաշինքը միշտ ենթադրում է համատեղ գործունեություն։ Եթե այդ ծրագրերը չեն քննարկում, ընտրողը ինչպես պետք է իմանա, ավելին թիմակիցները ապագա ինչպես պետք է իմանան, թե իրանց ծրագիրը որն է, եթե ծրագրի մասին իրենք զրույց չեն կազմակերպում։ Հետևաբար բոլոր այդ վախերը, որ բանավեճերը կհանգեցնեն ինչ-որ, չգիտեմ, պառակտումների եւ թիմը չի գոյանա, ճիշտ հակառակը։ Թիմը հենց այսպես է գոյանում, որտեղ այն մյուս պարագայում թիմը գոյանում է փողի շուրջ։ Այսինքն ինչ որ մեկը ասում է ես շատ ռեսուրս ունեմ, եկեք միացեք ինձ եւ ես կորոշեմ, թե ձեզնից ով որ աթոռի վրա նստի։ Երկրորդ հակադարձումը հենց այդ ռեսուրսների մասով է, որ այսպիսի մեծ նախագիծ իրականացնելը բավականին թանկաճույք է, որին այդ ձեր նշած դաշտը չի տիրապետում։ Նախ թանկն ու էժանը որոշում են մասնակիցները, այսինքն կարելի է այս նույն գործընթացը կազմակերպել շատ ճոխ, հավելյալ քարոզչական հնարավորություններով, կարելի է կազմակերպել բավական համեստ, կարելի է, չգիտեմ, միայն համացանցի հնարավորությունները օգտագործել կամ ասենք ռեալ բոլոր գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք քվեարկություններ կազմակերպել, դրանք լրիվ տարբեր բյուջեներ կլինեն։ Դա որոշում են մասնակիցները։ Բայց նաև այստեղ հասկանանք առավելությունն ու թերությունը։ Եթե այս բոլոր խմբակները առանձին մասնակցում են պետական ընտրություններին, նրանք նույնպես այդ գումարները պետք է ծախսեն։ Նրանք նույնպես պետք է գնան հանդիպումների, ամեն ինչ պետք է անեն։ Ինքնին նախընտրությունը դա քարոզչական process է եւ շատ արդյունավետ քարոզչական process, որտեղ եթե դու պարզապես կլիպ ես նկարում, ինքդ քեզ գովաբանում ես կամ բեմականացնում ես, թե ոնց մտար մի գյուղ եկան ոտերիդ առաջ ոչխար մորթեցին կամ չգիտեմ այլ
բաներ, որը իբր թե պիտի վկայի քո ժողովրդականության մասին, դա բացարձակ անօգուտ քարոզչություն է մեր օրերում, որտեղ բոլորը արդեն հասկացել են, որ դա բեմականացումներ են։ Ոչ ոք չի հավատում են, չգիտեմ, հավաքված լսարաններին ինչ որ մի գյուղում, երբ որ իրականում այդ բոլոր մարդկանց Երևանից են բերել, ասենք ուղեկցող կազմ է, ասենք եղել։ Նախընտրությունը, հրապարակային բանավեճերը դա քարոզչություն է, դա տեխնացուներին ճանաչելու, թիմը ճանաչելու լավագույն միջոցն է։ Հետևաբար ծախսված փողը շատ ավելի արդյունք է տալիս, քան եթե այդ կուսակցությունները առանձին միմյանց հետ մրցակցելով այդ գումարները ծախսեն։ Նախընտրության ֆինանսավորման հետ կապված հիմնականում մենք ենթադրում ենք 3 տարբերակ ֆինանսավորման, մեկը երբ որ ֆինանսավորվում է կազմակերպիչ մարմինը, ասենք տարբեր կուսակցություններ իրանց ներդրմանը համեմատ ներկայացուցիչներ են ունենում այդ մարմնում եւ այդպես ֆինանսավորում են այդ մարմնի կազմակերպչական գործունեությունը նախընտրությունը կազմակերպելու ուղղությամբ։ Բնականաբար նա որ ավելի շատ ներդրում է անում այդտեղ ցույց տալով թե իր շահագրգռվածությունը, թե իր ավելի մեծ թվով մասնակիցներ ունենալով գործընթացին, նա բնականաբար նաև որոշ չափով կարող է թելադրել օրինակի համար բանավեճերի կամ քննարկումների մարտավարությունը ինչպիսին պետք է լինի, հա, ով ում հետ ինչ թեմաներով, վերջերս այդ ամեն ինչը կազմակերպիչ մարմինն է ուտել։ Հետևաբար նրանք, ովքեր շահագրգռված են այս գործընթացով եւ ավելի շատ ներդրում կարող են անել, նրանք ավելի ազդեցություն կունենան այդ գործընթացի կազմակերպման մեջ։ Երկրորդ մասնակցությունը դա տեխնացուների մասնակցության վճարներն են, եւ բնականաբար տեխնացուները կարող են ինչքան որ շատ է ներկայացուցիչները անելու ինչ որ մի կուսակցություն, բնականաբար ավելի շատ ստիպված է մասնակցել այդ վճարներով։ Եթե բավարար ռեսուրս չունի, ստիպված է սահմանափակել իր տեխնացուների քանակը, բայց պետական ընտրություններին մասնակցելուց էլ չէ, նույն խնդիրները կան։ Եվ երրորդը ուղղակի ընտրողները։ Ընտրողները կարող են լինել կուսակցականներ, կարող են լինել անկուսակցականներ եւ որքան անկուսակցականները շատ լինեն, այնքան լավ։ Եվ ընտրողները նույնպես իրենց մասնակցությամբ ֆինանսավորում են այս գործընթացը։ Հակառակ դեպքում, եթե նախընտրություն տեղի չուներ, ընտրողները ընդհանրապես որևէ նյութական մասնակցություն չունեն։ Սա նշանակում է, որ հավելյալ նյութական միջոցների ներգրավման առիթ է նաև նախընտրությունը, երբ որ ընտրական իրավունք ստանալու համար դու ինչ որ փոքրիկ վճար ես ստանում եւ հավատանք, որ այս փոքրիկ վճարները շատ ավելին արժեն, քան կուսակցությանը տրվող այսպես սպոնսորական գումարները, որովհետեւ սա ընտրող է եւ նա տվել է այդ գումարը, որովհետեւ հավատում է, որովհետեւ հենց ինքն է ընտրություն կայացրել, հենց ինքն է ձևավորել, այսինքն այդ իր պատասխանատվությունն է։ Այդ գումարը տալը քվեարկությանը մասնակցել այդ մարդուն դարձնում է այդ դաշինքի քարոզիչ։ Ոչ միայն կոնկրետ կուսակցության, որ ինքը գուցե ընտրել է, այլ նաև դաշինքի քարոզիչ, ինքը շահագրգիռ է այդ արդյունքը առաջ մղելով։ Ինչը մենք չենք տեսնում պետական ընտրություններին, այսպես ուղղակի մասնակցելու դեպքում, երբ որ ինչ որ մեկը իր համար այսպես թիմ է հավաքել մի տեղից փող կպցնելով կամ սեփական փող ունենալով, մի դեպքում դիտորդ է ավելի շատ եւ միայն այդ օրը գնում ես ինչ որ պատահական բանից ելնելով ընտրում ես, ասենք տպավորություն է գործել քո վրա այդ թիմը, որովհետեւ հաճախ էտել չեն անում, հաճախ ուղղակի ընտրությունների օրը մարդիկ ասում են հա բայց պետք է մեկին ընտրել, իսկում ընտրել, այս մեկը, այս թերություն ունի, լավ, այս մեկը միգուցե շանս ունի եւ այդքան շատ թերություն չունի, հա, բայց որ թերություն ունի անկասկած։ Իսկ նախընտրության ժամանակ մարդիկ թերություններին չեն ընտրում, ընտրում են ում որ աջակցում են, ում որ իսկապես ոնց որ հետևել են, հասկացել են, տեսել են, որ բանավեճերի ժամանակ ավելի արդյունավետ է, եւ սա իդեպ մյուս կարևոր հանգամանքն է, որովհետեւ երբ որ այդ բանավեճերը չեն լինում, հետագայում պետական ընտրությունների ժամանակ այս տեխնացուները այդքան մարզված չեն լինում, որպեսզի ընդհանրապես քարոզարշավի ժամանակ արդյունավետ հանդես գան։ Նախընտրությունը այդ մարզանքն է ապահովում պետական ընտրություններից առաջ։ Եվ ինչպեսին է ըստ ձեզ արձագանքը գործընթացները, ասացիք, հանդես եք եկել այդ պայմանագրի նախաձեռնության առաջարկով, կան հետաքրքրություններ։ Երևի թե ավելի շատ սպասում ենք արձագանքներին, անգամ կարող ենք ասել, որ բոլորը չի, որ
արդեն ստացել են նման առաջարկներ, որովհետև կարծես թե սկսել ենք մի խմբից եւ կամաց-կամաց այսպես ընդարձակում ենք, չգիտեմ դեռ ինչ է լինելու, կարծես թե առնվազն մի քանի խմբակ կամ ապագա կուսակցություն կամ արդեն կուսակցություն դա քննարկելու են եւ ինչ որ պատասխաններ տալու են, բայց ի վերջո որոշողը իրենք են։ Սա այնպես չի, որ հայկական ընտրության առաջարկն է, որ նրանք միանան հայկական ընտրությանը։ Չէ, սա պայմանագիր է այդ կուսակցությունների միջև։ Կկայանա այդ համատեղ դաշինքով հանդես գալու ցանկությունը։ Կկայանա սրա քննարկումը եւ համաձայնությունը, որ կամ այս նախագծով կամ սրա նման մի քիչ այլ նախագծով կարելի է այդ համատեղ դաշինքը ձևավորել, այդ դեպքում ոնց որ իմաստ կունենա շարունակել։ Իսկ ձեր կարծիքով հակառակ կողմից, հենց ընտրողների կողմից կա նման պահանջարկ, որ այդ կուսակցություններն էլ ուզած-չուզած հաշվի առնելով այդ պահանջը ընտրողների, որ միացել է իրար հետ միացեք, միավորվեք, այդ պահանջը ներքևից կա։ Ներքևից կա պահանջը, մի հատ բոլորդ իրար հետ միավորվեք, սրանց հարցը լուծենք, հա, այսպիսի մի պահանջ, որը անընդհատ դրսևորվում է սոցիալական ցանցերում բոլոր առիթներով։ Իհարկե շատերը կարող են գնահատել, որ այդ ակտիվ արտահայտվողները այդքան էլ շատ չեն, մարդկանց մեծ մասը ավելի пассив են, բայց пассив են մի քիչ այլ պատճառով, դա որ пассив են, դա չի նշանակում, որ պահանջ չկա։ Այսինքն հույս չունեն, որ իրենց ասածը պատասխանի կարժանանա։ Նույնիսկ այս հատվածից իշխանություններից հույս չունեն, նույնիսկ այս հատվածից էլ։ Այսինքն որովհետև մարդիկ ոնց որ չեն պատկերացնում կոնկրետ կոնտակտ չունեն այդ խաղացող թիմերի հետ։ Եվ այս բայց դա չի նշանակում, որ մարդիկ այդ պահանջը չունեն։ Բոլորը ցանկանում են տեսնել միավորված թիմ, հավատան, որ այդ թիմը լավը կլինի։ Կա նաև ոգևորող լրացուցիչ ֆակտոր։ Ոգևորություն, որ ահա համախմբվեցին, ուրեմն հնարավոր է հաղթանակը, հնարավոր է փոփոխությունները, այս պահանջարկը ակնհայտորեն կա։ Հիմա կարող են տարբեր կուսակցություններ իրենց սոցիոլոգիական հարցումները պատվիրել, կարող են առանց պատվիրելու ուղղակի փորձեն մարդկանց հետ խոսալ փողոցներում, բակերում, տներում եւ տեսնեն, որ իրոք այդ պահանջարկը կա։ Ամենայն դեպս բազմիցս մենք նկատել ենք, ասենք, չգիտեմ, ինչ որ մեկը Facebook-ում կամ ինչ որ մի կարևոր կոմենտ է գրում իշխանապողության անհրաժեշտության մասին, անմիջապես մի քանի օքի դե բոլորը իրար հետ միավորվեք, մի բան արեք, էլի սենց չի լինի, երկիրը կործանվում, հա։ Այս պատվերը առնվազն բավական մեծ շերտի կողմից ակնհայտորեն կա։ Բայց անգամ եթե դա չկա, կա այդ օբյեկտիվ իրողությունը, որ բազմաթիվ կառույցներ, մեկը մի քիչ հարուստ, մեկը մի քիչ բազմանդամ, մեկը մի քիչ մտավորական ներուժ ունեցող, տարբեր առավելություններ ունեցող բազմաթիվ կառույցներ ըստ էության նույն ընտրազանգվածից են ձայներ ակնկալում։ Եվ այստեղ կա շատ պարզ բանաձև, դու կամ պառակտում ես այդ ընտրազանգվածին, փոշիացնում ես, հուսահատեցնում ես, կամ միավորում ես, ոգևորում ես եւ ամբողջությամբ արդյունավետ օգտագործում ես այդ քվեները։ Երկրորդը հնարավոր է միայն դաշինքի ձևով։ Սա կարծեմ սրա պատասխանը միանշանակ է։ Եվ երկրորդ պատասխանը, այդ դաշինքը 30 տարվա փորձը վկա, այսօրվա բանակցային գործընթացները վկա, այդ դաշինքը չի ձևավորվելու բանակցություններով, չի ձևավորվելու առևտուրով, թե ով ինչ ռեսուրս ունի, ով ինչ ներդրում կարող ունենալ այդ ընդհանուր չափելի չի որովհետև ով կպիտի միանա, այսպես դաշինքը չի ձևավորվելու։ Կարող էր այդպիսի մի դաշինք ձևավորվել, բայց դա դաշինք չէր լինի, դա կլիներ մի հատ ուժեղ ֆիգուր, շատ հարուստ, շատ այսպես շնորհալի, բոլորի կողմից ընդունված ընդդիմադության առաջնորդ, եթե բոլոր մյուսները վազեին նրա շուրջը եւ փորձեին նրան միանալ։ Այդպեսի փորձ ունենք, այո։ Եղել են տարբեր ժամանակ։ Ձեր ասած նախկին։ Եթե ոչ ոք չմասնակցեր ընտրություններին, միայն մեկ տեխնացու լիներ, այդ դեպքում դարձյալ այդ ընտրազանգվածը կհամախմբվեր այդ միակ տեխնացուի շուրջ։ Բայց մենք ունենք հիմա բազմաթիվ տեխնացուներ, որոնք նույն ընտրազանգվածի ձայներն են ակնկալում։ Մենք ունենք ընտրազանգված, որը սպասում է այդ միավորումը, եւ ունենք օրենսդրություն, որը եթե դու չմիավորվեցիր, այդ ձայների մեծ մասը փոշիանալու է եւ թափվելու է գնալու է հաղթողներին։ Մենք սա բոլորս գիտակցում ենք։ Հիմա
Երկրորդ մասն է պետք գիտակցել, որ այդ բանակցություններով, առևտուր անելով իրար հետ, փորձելով սեփական ունեցածը արժևորել, իսկ մյուսի ունեցածը թերագնահատել, ոչ մի արդյունքի չենք հասնելու։ Գլխավոր հարցը, թե ով պետք է գլխավորի այդ ցուցակը, ոչ մի լուծում չի ստանալու որևէ բանակցության մեջ։ Բայց երբ որ հանրությունն է քվեով որոշում ով է առաջինը, եւ այդ դեպքում են երկրորդը, երրորդը շարունակում են մնալ ցուցակում արժանապատիվ ձևով, որտեղ իրենք էլ են բավականաչափ ձայն ստացել։ Եվ կարծես թե այդ հանրությունը ոնց որ դատավոր վճիռ է կայացրել, որ այսպեսին պետք է լինի ցուցակը, անգամ եթե դու այդքան համաձայն ես արդյունքի հետ, դա այդ ցուցակին, այդ ընտրության փաստ այդ ցուցակին լեգիտիմություն է տալիս եւ այդ արդյունքը ավելի մարսելի է։ Ոնց որ ասենք պետական ընտրությունները ինչ որ մի արդյունք արձանագրեցին, հա դու սկզբից կարծում էիր, որ այլ արդյունք պետք է լինի, բայց էս է եղել։ Իսկ դու ուզես չուզես այդ բանի հետ հաշվի, փաստի հետ հաշվի ես նստում, եւ այս դեպքում էլ այդ հաշվի նստելու հանգամանքը լինելու է, եւ քանի որ մեր դեպքում մաժորիտար չի ընտրակարգը, եւ մենք ցուցակ պետք է առաջադրենք, իրականում պարտվողներ չեն լինելու։ Բոլորը հաղթելու են ինչ որ չափով։ Ոչ 100%-ով չի հաղթելու, ոչ ակնկալիքներից է մի քիչ-քիչ։ Ամեն մեկը իր ակնկալիքներին մոտ, մի քիչ, մի քիչ ավել, եւ ես կարծում եմ, որ հրապարակային դրսևորումը հավակնությունների այլ է, իրական ներքին հավակնությունները, որին որ դու համոզված ես, այսինքն ինչի հույս որ ունես, մի քիչ ավելի համեստ են որպես կանոն, եւ այս արդյունքները տեխնացուների կողմից անշուշտ ընդունվելու են որպես ձայն բազմած։ Բացի դա իմ կարծիքով դա առաջացնելու է նաև այդ արդյունքի հալավ, ասենք ինչ որ քանակ հավաքեցիր կամ նույնիսկ անցողիկ շեմ հաղթարեցիր ու ինչ ես կարողանալու անես, եթե իրոք չես գնացել ու չես հաղթել, 5-10% ես հավաքել, դու մեկա ոչ մի ազդեցություն չես ունենալու, երևի այդ գիտակցությունը պետք է։ Դա երևի ամենակարևոր բանն է այսօրվա Հայաստանի պայմաններում, որովհետև մենք ունենք ամեն գնով վերարտադրվել պատրաստվող մերժելի իշխանություն, որը արդյունավետ ձևով հալածում է նախկին իշխանություններին, նախ նրանցից սարքել է այսպես գլխավոր թշնամի եւ խոցելի կետերին խփում է, արդեն իմանալով որ նրանք ինչ խոցելի կետեր ունեն, դրանց Ես սկսեմ այդ բանից, էլի սա ամենակարևոր հարցն է Հայաստանում։ Սա ամենակարևոր հարցն է Հայաստանի պայմաններում, որովհետև մենք ունենք մերժելի իշխանություն, ինչ որ մի ժամանակ մերժված ընդդիմություն, եւ այս երկուսը միմյանց միջև պայքարելով այսպես հիմնական երկընտրանք են բեմականացնում, մյուսներին դարձնելով անկարևոր, եւ իշխանությունների համար այդ ընդդիմությունը շատ ձեռնտու է, որովհետեւ շատ խոցելի է եւ նա բոլոր այդ խոցելի կետերը ճանաչում է եւ հիմա մի կողմից նրանց խոշորացնում է որպես սպառնալիք, ներկայացնում է որպես շատ մեծ սպառնալիք, մյուս կողմից վստահաբար գիտի, որ ոչ մի սպառնալիք էլ չեն, որովհետեւ գիտի թե որ կետերին է սեղմելու եւ ինչ ցավ է պատճառելու այդ ընդդիմությանը եւ ինչպես է նրան ոչնչացնելու։ Այս պայմաններում երկիրը անխուսափելիորեն գնում է կործանման, որովհետև մենք չենք ունենում ոչ մի ձևով ազգային կառավարություն, մենք չենք ունենում ոչ մի ձևով քաղաքական փոփոխություն, մենք ունենում ենք թշնամանքի մթնոլորտ եւ ոչ մի կոնստրուկտիվ բան, եւ այդ թշնամանքի մթնոլորտը նույնպես շարունակվելու է։ Ազգային խնդիրները լուծելու համար պետք է ընդդիմությունափոխություն, իսկ ընդդիմությունափոխության համար պետք է այդ նոր ընդդիմությունը լինի։ Նոր ընդդիմությունը լինի եւ հանրության կողմից ընկալվի ավելի ռեսուրսներով հարուստ, ավելի լայն միավորված գաղափարական եւ դա հնարավոր է անել միայն այս նախընտրության միջոցով ձևավորելով այդ ընդդիմությունը, որովհետեւ ցանկացած այլ դեպքում եթե պիտի համաձայնվես, գուցե կարաս գնաս համաձայնվես հենց այն ցախողված մերժված ընդդիմադիրներին, որովհետեւ նրանք ռեսուրսներ ավելի շատ ունեն, սա իհարկե մերժելի է եւ սա միակ տարբերակն է, որ հիմա իշխանապողություն տեղի ունենա եւ այդ իշխանապողությունը իմաստ ունենա, որովհետեւ առանց այդ նոր ընդդիմության ձևավորման, առանց հանրության կողմից առաջադրված տեխնացուների, այդ իշխանապողությունը ոչ հնարավոր է լինելու, ոչ էլ հնարավորության դեպքում իմաստ է ունենալու։
Սա է հիմնական բանը, որ մենք պետք է գիտակցենք որպես օրվա մարտահրավեր։ Շատ լավ, ես առաջարկում եմ հատկապես այն կառույցների, այն ուժերի միավորների համար, ովքեր այս կամ այն պատճառով դեռ չեն ստացել առաջարկը, մի հատ էլ առանցքային ձեր առաջարկի այդ առանցքային կետերը պայմանագրի առանցքային կետերի վրայով անցնենք ու նաև կոչ անենք բոլորին, որ եթե ձեզ հետաքրքրում է, եթե դուք ունեք ցանկություն, գրեն ու կազմակերպենք հանդիպում, քննարկում, այդ առաջարկը ուղարկենք, որպեսզի ավելի առարկայական ստացվի հետագա խոսակցությունները, քիչ էլ ավելի կետերով այո փորձենք։ Առաջարկի էությունն այնն է, որ մի շարք կուսակցություններ, որոնց միավորում են մի քանի պարզ գաղափարներ, մենք գրել էինք ազգային պետությունը, ինքնիշխանությունը, հայրենատիրությունը եւ համապարփակ անվտանգությունը, նրանք պայմանավորվում են միմյանց հետ ընդհանուր դաշինքի ցուցակի ընտրությունը վստահել իրենց ընդհանուր ընտրազանգվածին, այսինքն իրենց կուսակցությունների համակիրներին եւ այն մյուս քաղաքացիներին, որոնք իրենց միջև ընտրություն են կատարում, կամ սրան են ընտրելու կամ մյուսին։ Առաջարկել այդ բոլոր քաղաքացիներին, որպեսզի նրանք բյուլետեն լրացնելով կամ այս կուսակցության ցուցակը, կամ մյուս կուսակցության ցուցակը, կամ իրենք ձևավորելով ցուցակ տարբեր կուսակցությունների լիդերներից կամ այլ անդամներից, այդպես քվեարկելով ձևավորեն մի միասնական ցուցակ։ Ցուցակը պետք է նման հանգամանքներում ցուցակը պետք է ձևավորվի անպայման գաղափարական բովանդակային քննարկումների արդյունքում։ Այսինքն բոլոր կուսակցությունների առաջնորդները, վարչապետի թեկնածուներ, եթե կարելի է այդպես անվանել, պետք է միմյանց հետ քննարկումներ ունենան տարբեր հարցերի մասին։ Անհրաժեշտության դեպքում, եթե ինչ-որ վեճ կա երկու տեխնացուի միջև գաղափարական ծրագրային վեճ, որևէ հարցի վերաբերյալ, հատկապես այդ դեպքերում հավելյալ քննարկումներ կազմակերպել, որպեսզի ընտրողները այդ վեճի մեջ էլ կողմնորոշվեն, թեմատիկ քննարկումներ, քաղաքական տարբեր ուղղություններով, չգիտեմ, արտաքին, տնտեսական, կրթամշակութային եւ այլն, պաշտպանական, թեմատիկ քննարկումներ այդ կուսակցությունների համապատասխան տեխնացուների մասնակցությամբ, եթե իրենք ունեն մասնագիտացված տեխնացուներ, հանրությունը պետք է հասկանա, ով ինչ է առաջարկում եւ կարողանա համեմատություն անել։ Եվ տարբերությունը տեսնի վերջո, որից հետո մենք առաջարկում ենք, որ անպայման քվեարկությունը լինի վարկանիշային, այսինքն ընտրողը գրում է իր նախընտրած վարչապետի տեխնացուի անունը, հետո գրում է փոխ վարչապետ խորհրդանի նախագահ, չգիտեմ, կարևոր մի քանի անձերի ում է պատկերացնում դրանց անունները, հետո ավելի այսպես ում պարտադիր կուզենա, որ անցողիկ տեղերում լինեն, ում երկրորդ հերթին կուզենա, որ անցողիկ, այդպիսի մի առաջնահերթությունների ցուցակ է կազմում, այդ ցուցակի յուրաքանչյուր անդամ ստանում է ինչ-որ մի միավոր, տեխնիկական միջոցներով դա հեշտությամբ հաշվարկվում է այդ բոլորի ստացած միավորները, ընտրողները կարող են, եթե իրենք կուսակցական են կամ ինչ-որ մի կուսակցության սերտ համակիր են, իրենք ընտրություն չկատարեն, ուղղակի վստահեն այդ կուսակցության առաջարկած ցուցակին, այլ ընտրողներ, որոնք սեփական կարծիքով են որոշում կայացնում, կարող են ընտրություն կատարել, ասելով չնախընտրելով մի կուսակցություն, այլ կազմելով փունջ, տարբեր կուսակցությունների, տարբեր գործիչների, սա հիանալի ձևով հաշվարկվում է, շատ հեշտությամբ համամասնություն է ձևավորում, նման վարկանիշային քվեարկությամբ մենք ունենանք իդեալական համամասնությամբ մի ցուցակ։ Ֆինանսավորման պահով մի անգամ էլ կրկնենք, որ ենթադրվում է, որ կազմակերպական ծախսերը պետք է կուսակցությունները իրենք որոշեն ինչքանով են հետաքրքրված նման նախագծում եւ իրենց բյուջեի ներդրած գումարի համեմատ ունենան տեղեր կազմակերպիչ մարմնում, որպեսզի ազդեցություն ունենան քննարկումների բնույթի, օրակարգերի ձևավորման, զույգերի կազմման, չգիտեմ, տարբեր տեխնիկական մանրամասների վրա։ Երկրորդ ֆինանսավորման աղբյուրը դա տեխնացուների մասնակցության վճարներն են, կլինեն տեխնացուներ, որ իրենց գրպանից կտան, կլինեն տեխնացուներ, որ կուսակցությունը նրանց փոխարեն կտա, կլինեն տեխնացուներ, որ կոչ կանի, որ քաղաքացիները փոխհավաքեն, որտեղ ինքը չունի, եւ այս ձևով երկրորդ մասը ֆինանսավորման հենց տեխնացուներն են, բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ դա ավելի քիչ է, քան պետական ընտրությունների, այսպես ասած, ընտրագրավը, որը մեծ հավանականությամբ կկորի, եթե ձայները փոշիանան։ Այս դեպքում ոչ միայն չի կորում, այլ նաև այդ գումարը
ոնց որ ծառայման նպատակին։ Երրորդը դա ընտրողների մասնակցության վճարն է։ Սա շատ կարևոր պայման է, շատերը ասում են, որ չէ, եկեք առանց դրա անենք, այդ դեպքում ընտրողները ավելի շատերը կմասնակցեն։ Մենք այդ շատը չենք ստանալու անվճար դարձնելու դեպքում, բայց փոխարենը ստանալու ենք անպատասխանատու ընտրություն որոշ դեպքերում։ Իսկ փոքր մասնակցության վճարը դա մեծ պատասխանատվություն է առաջացնում ընտրողի համար եւ վճար հաշված է երևի ինչ որ մեծ գումարների մասին չի խոսք 2000, 3000 ինչքան կորոշեն դա ինստիտուտները միմյանց հետ պետք է ամեն դեպքում փոքր թվերի մասին ամեն դեպքում դա փոքր թիվ է եւ ժամանակին մենք ասում ենք որ ճիշտ ընտրությունը այն է որ ոչ թե ընտրակաշառք ես վերցնում այլ հակառակը դու ես վճարում այդ ընտրության համար այդ դեպքում դու իսկապես կունենաս նորմալ պետություն նորմալ կառավարություն Դե ֆինանսավորումը մենք արդեն մի անգամ էլ կրկնեմ, որ նախատեսում ենք 3 մասից, մեկը կուսակցությունների ներդրումն է նախընտրությունը կազմակերպելու համար եւ այդ ներդրման համապատասխան նրանք կունենան այդ նախընտրությունը կազմակերպող մարմնում ձայներ, երկրորդը տեխնացուների մասնակցության վճարներն են իհարկե տեխնացուների համար կարող են վճարել կուսակցությունները, կարող են իրենց համար վճարել, կարող են հանգանակություն անել ընտրողներից, համակիրներից եւ մենք հասկանում ենք, որ այս գումարները միշտ ավելի փոքր են, քան պետական ընտրություններին տրվող ընտրագրավը, որը մեծ մասամբ կուսակցությունների մեծ մասի դեպքում փոշիացման արդյունքում կորելու է, եւ ընտրողների մասնակցության վճարները, ընտրողները շատ կարևոր է որ վճարեն իրենց քվեի իրավունքը ստանալու համար, որովհետև անվճարի դեպքում դա լինում է անպատասխանատու ընտրություն։ Շատ կարևոր է որ ընտրողը երբ որ վճարում է ինքը իսկապես ոնց որ շահագրգիռ ձևով է ընտրություն կատարում եւ հետագայում ասենք մյուսներին էլ քարոզելու առումով նույնպես շահագրգիռ է լինելու պատմելու համար որ այո մենք ենք ընտրել լավ ենք ընտրել մենք էլ ֆինանսավորել ենք ինչ որ մի օլիգարխ չի տվել եւ այլն այսինքն այս ամեն ինչը ապահովում է հանրության կողմից առաջադրված ներքևից առաջադրված քաղաքական ուժի այսպես պատկեր է ձևավորում, ինչը շատ կարևոր է, որովհետև այն նախկին մերժվածները կամ ինչ որ գաստրոլոր օլիգարխները ինչ էլ որ անեն, այդ հանրային լեգիտիմությունը որպես ընդդիմության առաջնորդներ իրենք չեն ունենալու կան գեղեցիկ կլիպեր կարող են նկարել թե ոնց է ժողովուրդը հավաքված իրանց ողջունում, չէ այս նախընտրությունը շատ ավելի խոսուն է լինելու, շատ ավելի մեծ լեգիտիմություն է ապահովելու ընդդիմության այս ձևաչափին եւ սա ինքնին նախընտրության փաստը գաղափարական եւ կազմակերպական իմաստով ընդդիմությունափոխության նախապայմանն է եւ երաշխիքն է որ դա այդպես տեղի կունենա եւ միայն նման ընդդիմությունն է որ կարող է ձեռնոց նետել իշխանությանը առանց վախենալու որ իշխանությունը իր խոցելի տեղերին կարա կպնի, որտեղ փաստացի խոցելի տեղերը կամ չեն լինի կամ նվազագույնը կլինեն եւ շատ համարձակ ձևով կարող է ոչնչացնել գաղափարական դաշտում, քարոզչական դաշտում իշխանությանը, որովհետեւ նաեւ հանրության մանդատ ստանալուց բացի այդ քննարկումների բովով է անցել եւ արդեն թրծված տեխնացուներ ունի, լավագույն առաջնորդներ ունի եւ լավագույն ցուցակներ։ Դե ինչ ավելացնելու բան չմնաց իմ կարծիքով ավելի པարզ բացատրել ներկայացնել եւ նախորդ մեր տարիների փորձը այսքան ընտրությունների հուշում ու ասում է որ ամենաճիշտը այո դա լսել ընտրողին այ վերջո ամեն ինչը վերջում որոշում են ընտրողները եւ ոչ թե թողնել դա պետական ընտրություններին ու փոշիացնել ձայները այլ նախորոք իմանալ ինչին համաձայն են ինչի հետ են ավելի ում հետևից են պատրաստ գնալ ընտրողները եւ այդպես ավելի ուժեղ ու ավելի պատրաստված գնալ ընտրությունների ոչ թե ուղակի անցողիկ շեմը հաղթահարելու համար, այլ իրոք ընդդիմությունափոխության միջոցով հասնել իրական իշխանափոխության։ Սպասում ենք ձեր կարծիքներին, ձեր առաջարկներին, հուսով ենք, որ դեռ կհանդիպենք։ Շնորհակալություն, ստեսություն։